մի հատ կարճ դիտարկում հանրային հետ կապված։ Մենք որ առաջարկ ենք անում, դա չի նշանակում, թե նախագահողներին ուզում ենք անկյուն սեղմել կամ նեղվիճակի մեջ դնել։ Մեր մոտիվացիան ժողովրդին, երկրին բարիք անելն է եւ դրական ճիշտ ուղու վրա դնելը։ Մենք եղել ենք իշխանության եւ գիտենք ոչ անարդարացի քննադատություն ինչքան վատ բան է։ Եվ աշխատեք շատ մի մեկնաբանել, վերջին հաշվով որոշում շատ լավն էր, որ հանրայինը ցույց է տալիս։ Եվ ընդհանրապես իմացեք, որ մեր ոչերի մեջ ավելի շատ դրական բան կա, քան ձեր այոյի մեջ։ Հիմա հարցերը։ Շատ կարճ 3 հարց։ Դուք որպես մասնագետ, պարոն Պողոսյան, վարձատրվում եք այս աշխատանքի համար հանձնաժողովը, թե վարձատույց լինելու է հանրակրվեից հետո։ Երկրորդ հարցը, դուք ասում եք եւ հիմնավորապես միշտ մնացիք այս տեսակետին, որ սա փոփոխություններ է, ոչ թե նոր սահմանադրություն։ Մինչդեռ մենք հակառակն ենք պնդում, որովհետեւ երկու առումով եւ բովանդակային առումով այս նախագծի մեջ պետական համակարգի բոլոր օղակները ձևավորման նոր փուլ են մտնում եւ նոր կերպ է ձևավորվելու բոլոր առանց բացառության պետական ղեկավարման բոլոր մարմինները։ Խնդրում եմ ասեք, ի՞նչն է պատճառը, որ սա չեք համարում նոր սահմանադրություն, ել չեմ ասում ծավալը։ Գործող սահմանադրության ծավալը 2 անգամ քիչ է, ես այդ հարցը տվեցի, քան այն ինչ որ դուք առաջարկում եք։ Չի կարող փոփոխությունը լինել 2 անգամ ավելի շատ, քան այն ինչը դուք փոփոխում եք։ Այդ առումով ի՞նչն է դժվարը, որ սա համարեիք նոր սահմանադրություն, չէ՞ որ կոնցեպցիան ամբողջապես նոր է։ Եվ վերջին հարցը։ Կոնգրեսը եւ մասնավորապես հիմա ոչի ճակատը ժողովրդին ներկայացնում է այսպիսի տարբերակ, որ սա հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին շարունակելու իր իշխանությունը։ Գործող սահմանադրության պայմաններում 3-րդ անգամ Սերժ Սարգսյանի նախագահության նախագահ լինելու հնարավորությունը սահմանափակված է, դա փաստ է։ Խնդրում եմ ասեք, այս տարբերակով, եթե ընդունում է սահմանադրությունը, տեսականորեն կա հնարավորություն, որ Սերժ Սարգսյանը լինում է երկրի թիվ 1 ղեկավարը։ Շնորհակալություն պարոն Մանուկյան հարցերի համար։ Առաջին հարցը, սահմանադրական հանձնաժողովի որևէ անդամ, այդ թվում բնականաբար ես, որևէ վարձատրություն իր կատարած աշխատանքի համար չի ստացել, սահմանադրական հանձնաժողովը խորհրդատվական մարմին է հանրապետության նախագահին կից, աշխատել է եւ աշխատում է հասարակական հիմունքներով, որևէ վարձատրություն չի ակնկալում, մի բան էլ շեշտեմ, որ պետական բյուջեից սահմանադրական հանձնաժողովի գործունեության համար թեկուզ 1 լումա չի ծախսվել, որովհետև բոլոր այն գործողումները, Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումները, սահմանադրական հանձնաժողովի արտագնան նիստերը, որոնք որ տեղի են ունեցել, իրականացվել են դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսավորման միջոցով, մասնավորապես նույն գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից։ Հանրակրվեից հետո ես որևէ վարձատրություն չեմ ակնկալում, ես մասնագետ եմ եւ գործում եմ իմ խղճին համապատասխան այն նախագիծը, որը որ ներկայացված է հանրապետության նախագահի կողմից, նաեւ իմ սահմանադրական համոզմունքների արգասիքն է եւ եթե այդպիսին չլիներ, ես բնականաբար չէի համաձայնվի նաեւ լինել հանրապետության նախագահի ներկայացուցիչը այս հարցով։ Երկրորդ հարցը փոփոխությունների հետ կապված։ Բովանդակային առումով եւ ծավալի առումով իսկապես շատ մեծ փոփոխություններ են առաջարկվում, բայց դա չի նշանակում, որ խոսքը այստեղ անպայմանորեն պետք է գնա նոր սահմանադրության մասին։ Որպես կանոն նոր սահմանադրությունը ենթադրում է պետական կարգի արմատական փոփոխություն։ Պետական կարգի տակ ես չեմ հասկանում կառավարման համակարգը, կառավարման ձևը։ Պետական համակարգը առաջին հերթին բնութագրվում է հանրապետությամբ, առաջին հերթին բնութագրվում է ժողովրդավարությամբ, իրավական պետությամբ, սոցիալական պետությամբ, ինքնիշխանությամբ, եւ եթե մենք
այդ տեսանկյունից ենք նայում սահմանադրական փոփոխությունների նախագծին, ապա այդ առումով որևէ փոփոխություն չի կատարվել։ Եթե նկատել եք, նույնիսկ սահմանադրական փոփոխությունների նախագծում առաջին եւ երկրորդ հոդվածները վերտառություն չունեն, մնացել են այնպես, ինչպես գործող սահմանադրությամբ դա նախատեսված է։ Պետության հիմնական նպատակները, իղձերը մեր հայոց պետականության այնպես ինչպես սահմանված են եւ շատ ճիշտ ձևով են սահմանված գործող սահմանադրության նախաբանում, որևէ փոփոխության նույնպես չի ենթարկվել։ Կառավարման ձևի փոփոխությունը որոշ երկրներում համարվում է նաև սահմանադրության փոփոխություն, ասենք նույն Ֆրանսիայում, երբ որ փոփոխություններ են տեղի ունեցել 4-ից դեպի 5-րդ հանրապետություն, բայց դա անհրաժեշտություն չէ եւ մյուս կողմից փոփոխությունների ծավալը նույնպես չափանիշ չի կարող հանդիսանալ նոր սահմանադրությունը սահմանադրական փոփոխությունները նոր սահմանադրություն անվանելու տեսանկյունից։ Դուք ասացիք, որ կոնգրեսը եւ ոչի ճակատը պնդում են, որ սահմանադրական փոփոխությունները միտված են նրան, որպիսի հանրապետության նախագահը շարունակի քաղաքական իր կարևորագույն դերակատարումը եւ հարց տվեցիք, թե տեսականորեն նա ինչ ուրեմն պաշտոն կարող է զբաղեցնել։ Ես չեմ կարող տեսականորեն պատասխանել այդ հարցին, որովհետև սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի գրվում որևէ անձի կամ որևէ քաղաքական ուժի համար։ Բայց թերևս որպիսի փարատվեն նման կասկածները, հանրապետության նախագահը սահմանադրական հանձնաժողովի ձևավորումից հետո սահմանադրական հանձնաժողովի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ միանգամից ասաց, որ ինքը բացառում է պարլամենտական համակարգին անցնելու պարագայում իր դերակատարումը որպես վարչապետ եւ իր դերակատարումը որպես հանրապետության նախագահ։ Այնուհետև նա նաև պաշտոնապես հայտարարել է, որ այդ համակարգին անցնելու պարագայում նա բացառում է նաև ազգային ժողովի նախագահ ընտրվելու իր հնարավորությունը։ Եթե մենք նայում ենք առաջարկված մեխանիզմներով եւ նկատի ունենալով, որ սահմանադրական նախագծով ամրագրված է 100%-անոց համամասնական համակարգ, ապա շատ դժվար է նաև ենթադրել, թե ինչպես կարելի է հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո օրինակի համար զբաղեցնել ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Գործող սահմանադրության առավելությունը ընդդիմության կողմից շատ հաճախ դիտվում է նրանում, որ երկու անգամ անընդմեջ ընտրվելուց հետո հանրապետության նախագահը այլևս հնարավորություն չի ունենում երրորդ անգամ վերընտրվելու։ Դա իսկապես այդպես է։ Բայց գործող սահմանադրությունը չի բացառում այն հնարավորությունը, ինչը որ տեղի ունեցավ Ռուսաստանում, շատ ավելի ծանր պայմաններում երկրի ուրեմն վարչապետի համար, որտեղ վարչապետի պաշտոնը շատ ավելի թույլ է, քան թե հանրապետության նախագահինը, բայց մենք տեսանք, որ նման հնարավորություն գոնե գործնականում մեկ այլ երկրում կար, եւ երկրորդ երրորդ անգամ անընդմեջ ընտրվելու արգելքը վերաբերվում է միայն անընդմեջությանը։ Այսինքն մեկ նախագահի պաշտոնավարման ժամկետ անցնելուց հետո որևէ նախկին նախագահ զրկված չէ հնարավորությունից նորից առաջադրվելու հանրապետության նախագահի պաշտոնում։ Իմ կարծիքով այս հարցադրումները առաջին հերթին քաղաքական են եւ եթե մենք նայում ենք վերարտադրության թեզին բովանդակային առումով, ապա պետք է շատ պարզ մեզ հաշիվ տանք, որ գործող համակարգը, գործող կառավարման համակարգը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս իշխանության գերկենտրոնացման եւ ընտրական գործընթացների վրա ոչ սահմանադրական մեթոդներով ազդելու համար, քան այն համակարգը, որը առաջադրվում է սահմանադրական փոփոխությունների նախագծով։ Սրան մի բան էլ հավելեմ, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը
բացառում է մեծամասնական համակարգի գոյությունը ընդհանրապես, իսկ դա մեր քաղաքական պրակտիկայում որպես կանոն 1995 թվականից սկսած, երբ որ մենք ունեցել ենք խառը ընտրական համակարգ, միշտ քաղաքական արհեստական առավելություններ է տվել իշխող քաղաքական ուժին։ Եթե իշխող քաղաքական ուժի նպատակը նման ձևով իշխանությունը վերարտադրելն էր, ապա հարց է առաջանում, թե ինչու է առաջարկված սահմանադրության փոփոխությունների նախագիծը առաջարկում անցում կատարել 100%-ով համամասնական ընտրական համակարգի։ Ավարտեցիք, պարոն Պողոսյան։ Արձագանքի համար, պարոն Մանուկյան։ Կարծում զուտ մեթոդական առաջարկ էլի, պատասխանեք այն մասով, ինչ մասով հարց եղել է։ Ես մեծամասնականի, համամասնականի մասի զուտ ձեր ժամանակը խնայելու համար։ Հիմա Սերժ Սարգսյանը մի ամիս առաջ պաշտոնական հայտարարություն արեց բանի հետ կապված հոսանքի սուբսիդավորման եւ ամբողջ հանրապետությունը եւ քաղաքական եւ քաղաքացիական խմբերը սպասում էին աուդիտի արդյունքներին, որովհետեւ երկրի թիվ 1 դեմքը հայտարարել էր, որ սուբսիդավորվելու է ամբողջ թանկացումը։ Չէր անցել մի ամիս, Սերժ Սարգսյանը ինքը հերքեց իր ասածը։ Եվ հիմա սուբսիդավորվում է ուրիշ քանակով եւ այլն։ Այսինքն այդ հորս արևը չի աշխատում։ Ասում են հետո մի ամիս առաջ լրիվ ուրիշ բան են անում։ Ես չեմ հավատում իր խոսքին։ Բայց ես ուրիշ հարց եմ տալիս։ Ես ընդհանրապես պարզ հարց եմ տալիս, որի պատասխանը շատ հեշտ պետք է լինի։ Տեսականորեն հնարավոր է արդյոք Սերժ Սարգսյանը սահմանադրության ընդունումից հետո լինի Հայաստանի թիվ 1 քաղաքական դեմքը, Հայաստանի ղեկավարը։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, եթե դուք ասեք, թե ինչ եք հասկանում թիվ 1 քաղաքական ղեկավարը քաղաքական պաշտոնի միջոցով, ինձ համար շատ ավելի հեշտ կլինի ձեր տեսական հարցին գործնական պատասխան տալ։ Ես ասացի, որ հանրապետության նախագահը հայտարարել է, որ այդ 3 պաշտոններից պարլամենտական համակարգի անցման պայմաններում ինքը չի հավակնում, այլ ուրեմն պետական պաշտոն սահմանադրության փոփոխությունների նախագծով սահմանված նախատեսված չէ, որի միջոցով ֆորմալ սահմանադրական լծակների շնորհիվ հնարավոր է լինել երկրի քաղաքական համար առաջին դեմք։ Ինչ վերաբերում է հավատալ չհավատալուն, ապա ընդառաջելով ձեր մեթոդական առաջարկին, ես պարզապես կպատասխանեմ, որ դա ձեր իրավունքն է եւ ձեր կարծիքն է։